Չնայած Ռուսաստանի ակնհայտ դժգոհությանը, Ղազախստանը խիստ հետաքրքրված է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը ստանձնելու Փաշինյանի առաջարկով։ Թեև նման պաշտոնական հայտարարություն Աստանայից չի հնչել, սակայն այդ մասին բացահայտ խոսում են ղազախական պետական ուղեղային կենտրոնների փորձագետները։ Казахстан очень сильно в этом заинтересован. Ղազախստանը չափազանց հետաքրքրված է դրանով, այդ իսկ պատճառով սկզբունքորեն մենք շատ լավ հնարավորություն ունենք։ Այս հարցը մեր երկկողմ հարաբերությունների օրակարգում է եւ քննարկվում է մշտապես։ Отношения. 3 ամիս առաջ Փաշինյանն էր նման հարց բերել օրակարգ պնդելով, թե հայկական երկաթուղիների ռուսական կառավարման պատճառով այլ երկրներ չեն ուզում օգտվել մեր տարածքից եւ շրջանցելու են Հայաստանը, ինչը վտանգի տակ կդնի ապաշրջափակումը։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Օրինակ Ղազախստանը Մոսկվան սակայն ավելի ուշ կտրականապես բացառեց, որ նման գործարք կարող է լինել եւ հասկացնել տվեց հայկական երկաթուղիների կառավարումից չեն հրաժարվելու։ Նախ մենք չենք պատրաստվում կոնցեսիոն կառավարման իրավունքը որևէ մեկին տալ, եւ երկրորդը, մեր հայ գործընկերները պաշտոնապես նման հարց չեն քննարկել մեզ հետ։ Ղազախ գործընկերների հետ այդ հարցի շուրջ շփումներ եւս չկան։ Հայկական երկաթուղիները Ռուսաստանի կառավարման տակ են անցել 2008 թվականի միջպետական կոնցեսիոն համաձայնագրով 30 տարի ժամկետով։ Այն ժամանակից շուտ խզելու հնարավորություն Հայաստանն ունի, սակայն ստիպված է լինելու մոտ 270 միլիոն դոլարի փոխհատուցում տրամադրել ռուսական կողմին։ Սրան պետք է հայկական կողմը պատրաստ լինել եւ երկրորդը նույն կոնցեսիոն պայմանագրի համաձայն հայկական կողմը պայմանագիրը միակողմանի ռեժիմով խզելու պարագայում պարտավորվում է հետ ձեռք բերել այն ամբողջ շարժակազմը, այսինքն վագոնները, բեռնատար, ուղևորատար, լոկոմոտիվները, որոնք 2008 թվականին վաճառել են ռուսական ընկերությանը։ Սա, եթե ես չեմ սխալվում, 2000 միավորը գերազանցող քանակի մասին է, այսինքն եւս այստեղ խոսք է գնում բավական լուրջ 10 միլիոնավոր դոլարների հասնող ծախսերի մասին։ Փաշինյանի հիմնավորումը, թե Ռուսաստանի պատճառով այլ երկրներ կխուսափեն օգտվել մեր տարածքից, անհիմն է համարում Դավթյանը։ Նախ Ղազախստանը համեմատած Ռուսաստանի ոչ զարգացած երկաթուղային ցանց ունի, ոչ էլ այն կառավարելու մեծ կարողություն, որ գա եւ Հայաստանում նման գործառույթ ստանձնի, ասում է փորձագետն ու հռետորական հարց տալիս։ Ինչու նման առաջարկ չի արվում օրինակ Չինաստանին եւ Հնդկաստանին, որոնք ահռելի հնարավորություններ ունեն այս ոլորտում։ Եվ հետո, այն երկրները, որոնք հետաքրքրված են մեր տարածքով բեռնափոխադրումներ անելով, խնդիր չունեն Մոսկվայի հետ։ Ոչ Իրանը, ոչ էլ անգամ Վրաստանը, որը չունենալով դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի առևտրային հիմնական գործընկերներից է։ Դա չի կարող լինել Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք Ռուսաստանի Դաշնության հետ բավականին ինտենսիվ տրանսպորտային կապերի մեջ են գտնվում։ Դա չի կարող լինել Չինաստանը, դա չի կարող լինել Հնդկաստանը։ Պարզ է, որ այստեղ մնում են բացառապես մեր երկու հարևանները՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնց համար Հայաստանի ինտեգրումը միջին միջանցքի բավականին այսպես հավակնոտ ծրագիր է, որը իհարկե հետապնդելու է ոչ միայն տնտեսական, այլ նաև շատ հեռուն գնացող քաղաքական նպատակներ, բայց դա թերևս խոսակցության այլ թեմա է։ Մինչ Հայաստանի հարաբերություններն օրորի ավելի են լարվում ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ հայտնի պատճառներով, հայ-ղազախական հարաբերություններն ընդհակառակը ջերմանում են հետևողականորեն։ 2 տարի առաջ պաշտոնական այցով Տոկաևն էր եկել Երևանից, նախորդ տարի Փաշինյանը մեկնել Աստանա, որտեղ Ղազախստանի ղեկավարը նրան անգամ երկրի բարձրագույն պարգևով ոսկե արծիվ շքանշանով էր պարգևատրել։ Ինչպես է ստացվում, որ այս պայմաններում նույն ՀԱՊԿ-ի անդամ Ղազախստանի հետ որևէ խնդիր չկա, դեռ մի բան էլ հարաբերությունները գնալով խորանում են։ Պատճառը Սյունիքով անցնելիք ուղին է։ Ղազախստանը հետաքրքրված է մեր երկաթուղիները կառավարելով, քանի որ Հայաստանը պետք է դառնա միջին միջանցքի բաղկացուցիչ մաս եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին Միջինասիան կապի Եվրոպայի հետ։ Есть вопросы. Իհարկե որոշ հարցեր կան այս երթուղիների հետ կապված, բայց կարծում եմ, որ մենք կկարողանանք ընդհանուր հայտարարի գալ եւ իրագործել բոլոր այս ծրագրերը։ И, соответственно, реализуем все эти проекты. Ղազախստանը սակայն շատ սերտ հարաբերություններ ունի թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ, ի վերջո թուրքական պետությունների կազմակերպության անդամ է։ Բացի այդ, շատ ակտիվ են տնտեսական կապերը։
Թուրքիան Ղազախստանում ամենաշատ ներդրումներ արած երկրների հնգյակում է, Ղազախստանն իր հերթին Թուրքիայում արած ներդրումների ծավալով երրորդը, իսկ Ղազախստան Թեմիրժոլի պետական ընկերությունը, որը երկրում երկաթուղային միակ օպերատորն է, ակտիվ ներդրումային ծրագրեր է իրականացնում եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Չեմ բացառում, որ ինչ որ իմաստով հող է պարարտացվում թուրքական կապիտալի մուտքը Հայաստանի երկաթուղային համակարգ ապահովելու համար, սա առավել քան տեղավորվում է այն մակրո-ռեգիոնալ գործընթացների մեջ, որը մենք այսօր հետևում ենք։ Այն, որ հարցը բավականին էսպես իր մեջ քաղաքական եւ աշխարհաքաղաքական նյարդ է պարունակում, խոսքը թուրքական կապիտալի մուտքի մասին է Հայաստանի Հանրապետություն, միջնորդացված տարբերակով իհարկե հնարավոր է նմանատիպ սցենարի իրականացում։ Ռուսաստանը հայկական երկաթուղիները կառավարելուց տնտեսական շահ չունի, դեռ հակառակը մեծ պարտքեր է կուտակել վերջին տարիներին, այդ թվում պատժամիջոցների պատճառով, սակայն Ռուսաստանին այստեղ ներկայությունը պետք է աշխարհաքաղաքական պատճառով։ Ռուսական կապիտալի դուրս բերումը Հայաստանից, Հայաստանի երկաթուղային եւ տրանսպորտային համակարգից նշանակում է մի բան, որ Ռուսաստանը այս նոր տրանսպորտային ռեգիոնալ կոնֆիգուրացիայում այլևս տեղ չի ունենալու։ Հետևաբար Ռուսաստանի համար այստեղ ակնհայտ են շահերը, որոնք առավելապես տեղավորվում են ոչ թե կոմերցիոն ֆինանսական, այլ գեոռազմավարական տրամաբանության մեջ։ Սա է պատճառը, որ ռուսական կողմը եւ հիմնվելով կոնցեսիոն պայմանագրում առանձնացված այդ դրույթների եւ այլ վստահաբար եւ տնտեսական եւ դիվանագիտական մեխանիզմներ կիրառելով փորձելու ամեն կերպ պահպանել կոնցեսիոն։ Ինչու է Ռուսաստանի մերժումից հետո Ղազախստանը շարունակում հետաքրքրություն ցուցաբերել հայկական երկաթուղիները կառավարելու հարցում, դա խնդիրներ չի արուցի ռուս-ղազախական հարաբերություններում։ Ամեն երկիր իր շահերն ունի, արձագանքում է Ղազախստանի արտգործնախարարությանը կից գործող ուղեղային կենտրոնի փոխտնօրենը։ Поэтому мы должны знать эти все. Ուստի մենք պետք է հասկանանք, որոնք են մեր շահերը, որոնք են ձեր շահերը, իսկ դրանք այս պարագայում համընկնում են։ Մենք կարող ենք բոլոր այս ծրագրերը կյանքի կոչել, քանի որ ի զորու ենք այդ հարցի շուրջ ընդհանուր մոտեցում ունենալ։ Общие подходы в реализации этих проектов. Մեր տեղեկություններով հարցը չնայած Մոսկվայի սուր արձագանքին ակտիվ քննարկվում է Հայաստանի եւ Ղազախստանի գերատեսչությունների միջեւ։ Բոլորն էլ սակայն հիմա սպասում են առաջիկա ընտրությունների արդյունքներին, որոնցից շատ բան է կախված։ Անգամ տարածաշրջանի հետագա պատկերը, եւ թե այս թե ռեգիոնալ նշանակության մյուս ծրագրերի շուրջ զարգացումները կակտիվանան հենց ընտրություններից հետո, կախված դրանց ելքից։